Կինոն մեծ գովազդային հարթակ է։ Հայաստանի անունը վերջին մի քանի տարվա մեջ երևի ամենաշատը քննարկման առարկա է դարձել անորը ֆիլմը։ Իտոգում մարդիկ ծափ են տալիս այդ մեծ բեմերում այդ հայ դերասաններին։ Տեղեկարել են ինչ որ պետք է անեն, դուրս են եկել նկարանման հրապարակ, խաղացել են, ստացել են հնարավորություն ավելի մեծ դռներ բացել։ Քֆուր բան լսում ենք նես բաներ, որ էդ էլ է էլի խնդալու, որ հայկական կինոյում չենք լսե, հա։ Չէ, որ հայկական կինոյում լսենք, դա մեր համար շատ վատ կլինի։ Դու էլ կարաս մի օր Օսկարի ստատուետկեն պայես ձերը, դա հնարավոր է, դա ռեալ է։ Օրինակ քիչ մարդ գիտի Հայաստանում, որ 2018 թվականին Շոն Բեյքերը եղել է Ոսկե ծիրանի հյուր։ Ասաց, որ իրականում մոնտաժով եմ փրկես ֆիլմը ես։ Քննես չի որ կա լավ պրոդուկտ, բայց չունենք դրա միջազգային շուկա հանելու գումարը։ Ցույց տալ կոնկրետ ամենաճիշտ պրոդուկտը, ամենաճիշտ տեղում, ամենաճիշտ հերոսի օգտագործմամբ։ Հայաստանի դիրքավորումը ահա որ լողացող է։ Հասանք Բերլին։ Մենք արդեն ռեկ ենք։ Մենք ռեկ ենք արդեն։ Մենք արդեն ռեկ ենք։ То есть ռեկ ենք ոչ թե ընկել ենք ռեկ TikTok-ում, այլ մենք ռեկ ենք մեզ նկարում են։ Ըստ են ծիծաղալու բաներ են, չէ՞, այս ընթացքում։ Ինչ-որ բան պետք է տեղ ունենա կողքից ինչ-որ պետք է կարմիր կնոպկեն ստեղ բան անի, թրթրա։ Որ տարբերվի ռեկից հետոն ու հետո թեմատիկան էլ է ռեկային, հաշվի առնելով ով մեր հյուրը այսօր։ Այսքանը պետք է քեզ ասեի նայել։ Իսկ մեր հյուրն է այսօր։ Ինչ որ ես ասեի Հովանես Մարանը ու տենց գնալ է։ Մեր հյուրն է Հովանես Մարը։ Շնորհակալություն Կարեն հրավերի համար, իրոք անսպասել է որ ինձ եք հրավիրել, բայց իրականում մեր հյուրն է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Հենց դա անսպասելին էլի, ինչի է ձեր հյուրը։ Իրականում շատ սպասել է, որովհետև հիմա Հայաստանը միջազգային ասպարեզում գովազդվում է ֆիլմի շնորհիվ։ Իսկ Դոպինգ ոդքասթը այդ ինչ խոսում ենք մենք հիմնականում գովազդի մասին ենք խոսում։ Ուրիշ բանից չենք կարող խոսանք։ Ու հենց այդ էր երևի շարժառիթը ամենամեծ, որ դու որպես ոլորտի մասնագետ խոսենք քո հետ ու հասկանանք ինչ ես կարծում, ինքը լավ գովազդ էր երկրին, վատ գովազդ էր, որովհետև ուզենք չուզենք, հենց հիմա Հայաստանի անունը վերջին մի քանի տարվա մեջ երևի ամենաշատը քննարկման առարկա է դարձել անորը ֆիլմը։ Համաձայն ես դրա հետ։ Դե տենց չոր փակագծեր բացելով էլի ահագին, որովհետև նայած ինչ ենք հասկանում Նախ ես համոզված եմ, որ մենք ավելի շատ ենք այդ պրիզմայով տեսնում էլի, որ այդ հայկականության, քան ընդհանուր առմամբ ֆիլմը մտածվել է ու քան տեսնվում է այն հիմնական մասաների կողմից, որոնք աշխարհում նայում են, որովհետև այդ ընդհանուր տենց էմիգրանտական Brighton Beach-ը, որտեղ կան հազար ու մի ազգերի ներկայացուցիչներ ու ինձ չի թվում, որ տենց այդքան շեշտադրված է այդ հայկականությունը, ինչքան մենք դրա մասին խոսում ենք կամ գուցե ինչքան կուզեինք կամ էլ ավելի չասած ինչ անկյան տակ կուզեինք, որտեվ ուզելուց էլ ուզում ենք, որ լինենք լուսավոր գիտնականներ, չգիտեմ, ասենք քաջ մարտիկներ, ոչ թե ռուսների տասովշիկներ կամ մի խոսքով այն պերսոնաժները, որոնք որ կան, դա մի հատ առանձին խոսակցություն, ոնց որ լիքը բան կա, մի հատ sense որ համակարգված փորձ ենք էլի դա խոսալ։ Առաջին մասը այնա, որ ինձ թվում է, որ ի սկզբանե Շոն Բեյքերը չնայած նրան, որ հենց այդ հայկականության գիծը Կարեն Կարագուլյանով պայմանավորված է, որը հենց իր ոնց որ այդ ամենամոտ մարդկանցից մեկն է, ոնց որ համահեղինակի նման մի բան, որ կինոից կինո տեղափոխվում է ու այս մի անգամ Ոչինչ, դուք շարունակի հեռախոսնեք մի կողմ, եթե կարելի է ձեր հեռախոսը։ Կինո ավելի սխմի։ Ու այս անգամ ինչ է տեղի ունեցել, այսինքն ինքը միշտ խաղացել է միշտ ինչ որ հայկական էպիզոդիկ կամ ոչ էպիզոդիկ դերեր խաղացել, այս անգամ առաջարկել է, որ մի քիչ ընդլայնել այդ, չեմ հիշում ով է առաջարկի, եթե չեմ սխալվում Շոն Բեյքերը Կարագուլյանին, որ կարելի է մի քիչ ավելացնել, թե հակառակն է առաջարկ եղել, ու ոնց որ իրանք ինտեգրել են եւս մի հայ պերսոնաժ, Վաչեին
որտեվ դե տանդեմով ոնց որ ավելի հետաքրքիր էր այդ ստացվելու ու քանի ինքը այդ աուտենտիկության կողմնակիցա որ բնական լինի եւ այլ բնականաբար հայերեն են խոսում, ասելա ոնց հայերեն խոսայք, տենց եք խոսեք, դե համար ասենք քֆուր բան լսում ենք նես բաներ, որ էդ էլ էլի խնդալու որ հայկական կինոյում չենք լսե, հա։ Չէ, որ հայկական կինոյում լսենք, դա մեր համար շատ վատ կլինի։ То есть վատ կընդունենք։ Հա, իսկ հայկական ֆիլմի դե որ ստեղ բանա, what the fuck-ի նման անցնում է գնում է, էլի։ Հիմա այդ ամեն ինչը չգիտեմ ռեալ սենց իսկականից իրա ոնց որ կշիռով ինչքանով է հայկականության տենց promotion, հələ մի կողմ դրած դրական թե բացասական, էդ էլ է ոնց որ ստեղի կոմպլեքսներից բան ելնելով, որ բայց հայի հավաքական կերպարը, հայ տղամարդի, խոսքը այդ լավ անցանք, բայց ինձ թվում է ոնց որ մենք մի քիչ դրսի աչքով պետք է փորձենք, էլի նայենք։ Օրինակ, ասենք որ նայում ենք Ace Ventura-ն, չենք մտածում, չէ, որ տանզանիացիներ, նամիբիացիներ, չգիտեմ, սոմալիցիներ, մեջը, չէ, մեր համար այդ ոնց ասես մի հատ ընդհանուր աբորիգեն ցեղային վիճակ է ու Ջիմ Քերին։ Հիմա այս մի քիչ ծայրահեղացը պարզապես այդքան տենց չի, այնտեղ ցույցի կա ինչ-որ բան։ Կամ ասենք Տոնի Մոնտանան կուբացի էմիգրանտ է, բայց ասենք ամենավերջի ասոցիացիան, չգիտեմ, երևի այդ կուբական էթնիկ կոնտեքստն է տեղ էլի, եթե sense փորձենք ինչ-որ օրինակներ, ոնց որ կամ ասենք, չգիտեմ, Austin Powers-ում լիքը տենց ինչ-որ արևմտաեվրոպական ազգերի պերսոնաժներ կան արանքներում, բայց մենք ոնց որ ինչքանով ենք ֆիքսը, էլի տենց դիթեկտ արել դրանց այդ ընդհանուր նայելու մեջ, մտածում եմ, որ մի քիչ ավել, մի քիչ պակաս է, ոնց որ այտենց էլ, ասենք Տեխասում համբուրգեր ուտող անորա նայողն է, էլի նայում։ Չէ, այստեղ հարցը գիտես ինչու՞ է իրականում։ Վերջի մի քանի տարվա մեջ երևի այսքան քննարկված միջազգային ասպարեզում Հայաստան տերմինը մենք չենք ունեցել։ Հիմա ինչքանով ինքը կազդի, ինչքանով չի ազդի, դա հարցի մյուս կողմն է։ Դրական անդրադարձ կունենա թե բացական, չնայած ես վստահ եմ միանշանակ ինքը դրական ազդեցություն ունենալու է, այդ կարանք մյուս ազդեցությունների մասն է խոսենք, հետագայում ընթացքում դա էլ խոսենք, բայց ես կարծում եմ, որ այս մեր երկրի գոնե անունը գոնե տենց դիտարկվի կամ ստեղից դերասան դիտարկեն այդ մասը միանշեք շատ կարևոր բան ասում որ ես մոռացել որ ստեղ մի հատ կարևոր ավելացում կա որ այդ դերասանները հայ դերասանները как մինիմում մեկը հենց Հայաստանից գնաց, այսինքն եթե հələ Կարեն Կարագուլյանը տենց ընդեղի էփված է եւ այլն, բայց այդ երկուսը իրար հետ ոնց որ առանձին արժեք են ստեղծում, էլի, որտեվ իտոգում մարդիկ ծափ են տալիս այդ մեծ բեմերում այդ հայ դերասաններին ոչ թե հայ պերսոնաժներին, էլի, որ կարող է, չգիտեմ, ֆիքսել են հայա չեն ֆիքսել, բայց այդ մարդկանց հաջողությունը, հա, այդ արդեն ոնց որ մի հատ լրացուցիչ բան է ստեղծում, որը կարևոր է։ Ինձ թվում է ինքը գովազդային կոնկրետ անուղակի ակցիա է եղել այդ ֆիլմը։ Ոչ թե Հայաստանից դուրս, այլ Հայաստանի ներս։ Կոնկրետ մեսեջ է տվել Հայաստանին։ Ու ինձ թվում է շատ թանկ ու շատ կարևոր մեսեջ է տվել, որ տղեն Երևանից, որը որ եղել է մի նախագծում տարիներ առաջ, որը որ այլևս չկա այդ նախագիծը, էական չի կարող լիներ, էական չի։ Բայց անորա ֆիլմի գլխավոր մեսեջը այն է հայ դերասանների համար, որ դու էլ կարաս մի օր Օսկարի ստատուետկեն պայես ձերը, դա հնարավոր է, դա ռեալ է։ Հիմա մի մարդ, որ չգիտեմ, հիմա օրինակ Կոմիտասում իր տանը նստած այդ շոուն նայում, ասում եմ՝ մի րոպե, բայց փաստորեն, տեսականորեն դա հնարավոր է։ Ուրիշ բանա դու այդտեղ ոնց ներկայացնես ինքդ քեզ։ Ուրիշ բանա ոնց, բայց դա հնարավոր է։ Ու ինձ թվում է դա շատ կարևոր մեսեջ է։ Չէ, միանշանակ, դա բանը ոնց որ այդ American Dream-ի մի հատ օրինակ է, չէ, այսինքն այդ մագիան, որ ինչ որ մի օր մեկ է աներևակա էլի տեղից, որովհետև որ ասենք, չգիտեմ, short list անեն, ասեն, որ առաջին, ասենք, 1000 դերասանն է, որ բանը Palme d'Or ստացած ֆիլմում կնկարանվի, հետո 5 հատ Օսկարակիցներ, ինձ թվում է Վաչեն կարող չլներ այդ ցանկում։ Միանշանակ չլներ։ Հա, բայց նույն բորատը ամենա երևի բացասական տեսանկյունից է, չէ՞, ներկայացնում Ղազախստան։ Բայց երբ որ նայում ես իրանց բաները, ստատիստիկաները,
ինչ ազդեցություն է ունեցել, ինչ հետևանք է ունեցել туриզմի վրա, Բորատը ահռելի մեծ թվեր է։ Այսինքն այդտեղ ավելի վատ է ներկայացված Բորատը։ Բայց իրանք կարողացել են այդ բացասականը կոնվերտացնել դրականի։ Հա, որովհետև այդտեղ հարցը այն չի, որ Բորատը ոչ մի ղազախ չէր ասի, այ իրոք համաձայն եմ, Բորատը մեր ազգի հավաքական կերպարն է, այ ինքն է, մենք տնից որ դուրս են գալիս, բոլորս դուրս են գալի այդ բարձր ձգած տրոսիկը, չգիտեմ, ուսից գցած, բայց Բորատը չլինելով ղազախ ժողովրդի հավաքական կերպարը, ինքը արժեք տվեց туриզմի առումով, ինքը հավոր մեծ ազդեցություն ունեցավ, բայց հələ ինքը Օսկար չհասավ։ Ուղղակի այս ֆիլմը իր ձևով տենց կրակեց ու ինքը ոնց որ բռնեց շատ տենց մեծ բան ունեցավ էլի ախվատ Ինչի տենց կրակեց ըստ քեզ։ Դե այս պատմությունը ավելի տենց այդ մոխրոտիկային տենց բան սյուժե ունի էլի, որը ոնց որ ավելի շատ մարդկանց մոտ է, ինքը համ շատ Շոն Բեյքերական կինո է, որտեղ իր բոլոր ֆիլմերում ինքը ուսումնասիրում է այդ ընդհատակյա Ամերիկան, այդ մի հարգանի ոնց որ ներքևի մաս էլի, այդ սեքս աշխատողներ, փոքր մարդկանց տենց փոքր դրամաներ, որ բայց համել փորձում է ինչ-որ տենց փոքր կամ մեծ դիեզերք ցույց տա փոքր դրամայի բանի մեջ, մնացածը մի քիչ ավելի ոնց որ սպეციფიկ էին, այս մեկը սենց ավելի ընդհանրական սյուժե է, էլի դրա համար ինչ-որ մի մարդիկ, չգիտեմ, կրասոտկայի հետ են համեմատում, ինչ-որ մարդիկ այդ մոխրոտիկ ինչ-որ բանի, դե այդ տենց թափառող սյուժեներ են, անմահ, չէ, որոնք միշտ կան, ուղղակի ստեղ ի տարբերություն ոնց որ այդ happy end-ային, ոնց որ ասենք հոլիվուդական վիճակի, ստեղ ավելի տենց իրական իրականը համ ինքը տենց բան ա վեր, ավարտը իրան նենց չի, որ տենց ուրախ է կամ մի տեսակ բան է, էլի տենց բաց ֆինալ է, տարբեր տրակտովկաների ենթարկող։ Ունե ոճը նկարանման, ոնց որ reality show լիներ, չէ, արանքում, այսինքն դու բեմադրված ֆիլմի տպավորություն չէիր ստանում։ Հա, էդ էլ է իր ոճը, այսինքն ինքը հայտնի է այդ Tangerine ֆիլմով, որը iPhone-ով է նկարել, ու այդ ժամանակ այդքան բան չէր, կարևոր բում էր, որ iPhone-ով ֆիլմը Sundance-ի կինոփառատոնի, այսինքն ամերիկյան հեղինակային կինոյի ամենակարևոր փառատոնի գլխավոր մրցանակը ստացավ, այդ մեծ մոտիվացիա առաջացրեց, որ լիքը մարդիկ նայեցին ու հասկացան, որ իրոք հնարավոր է iPhone-ով նկարանել, բայց այդ զուտ պոնտի համար չէր iPhone-ով արված, որտեվ օրինակ հետո ինքը նկարում է 35 միլիմետրով բան, ժապավեն, որտեվ այնտեղ այդ ֆակտուրաներ ոնց որ իրան պետք, իսկ այստեղ iPhone-ը ոնց որ համել արդարացված էր, էլի ոչ թե զուտ, որովհետև ոնց որ այդ մարմնավաճառները, այդ պանել, բան, այդ վիճակը սենց ոնց որ մի տեսակ կողքից նկարելու բանը, չէ, մենք միշտ ոնց որ այդ տեսարաններին բան էինք հետևող հայացք ու iPhone-ի այդ ձորգը ու այդ վիճակը ոնց որ բռնում է այդ միջավայրին բանին, այսինքն այդ առումով այդ շատ մեծ բաներ ձեռք բերում էր այդ մրցանակը, բայց այդ մեկը տենց նիշայի ռեժիսոր էր, էլի art house-ի, որը ինքնին նիշա է, հետո պարզ ասենք հետո Կաննը իրան ընդունում էր նախորդ ֆիլմը Կաննի մրցույթում էր, որտեղ ինքը մրցույթում էր նաև Յուրա Բարիսովով ուրիշ ֆինական ֆիլմ, որտեղ ինքը տեսավ ոնց որ կոլեգա ռեժիսորի ֆիլմում Բարիսովին ու այդտեղից այդ բանը առաջացավ մոտը իր մոտ նկարանալու, բայց դաժե Կաննը այդ մեկը նիշա է, մի քիչ ավելի մեծ, ավելի ճոխ, բայց ընդհանուրի մեջ պարզա, որ այդ տենց ինչ որ գուրմանների, էսթետների եւ այլն։ Իսկ կոնկրետ անորան փորձը ցույց տվեց, որ դուրս եկավ դրանից, դարձավ տենց լրիվ համաշխարհային հիթ։ Գովազդում ամենակարևոր բանը որ կա, դա կարգախոսն է, ու վերջերս երբ որ տենդեր էր հայտարարել արքան, մատուցող ծառայությունների մեջ նշված էր, որ պետք է նաև տրամադրվի կարգախոս։ Կարգախոսը պետք է ամփոփի 25 տարվա գործունեությունը արքա համակարգի։ Ու թիմի մոտ ամենաարագ լուծումը որ ծնվեց, դա հետևյալն էր, որ եկեք որպես կարգախոս առաջարկենք արքա 25 տարի արքա։ Հիշում եմ ես Ամերիկայում էի, ասիր բոմբ տարբերակ ունենք, մի նախադասությամբ ասեցիր սլոգանը
մի վարքյան իմ մոտ կասկած չկար, որ ենք հավանելու են։ Որոշեցինք չուղարկենք, բայց վերջի պահին մտափոխվեցինք։ Դա բնականաբար, եթե ինքը ամենահեշտ տարբերակն ամենաարագն ա ծնվել, ուրեմն այդ հաստատ չենք ուղարկում ու տենդերի ավարտի արդյունքում հաստատվեց հետեւյալ կարգախոսը. Արքա 25 տարի արկա։ Ինչպես հասկացաք, դոպինգ ոդկասթում արկա է գործընկեր։ Արքա ազգային վճարային համակարգը դոպինգի գործընկերն է։ Կաննում էլ լիքը մարդ չէր սպասում, որ տենց կլինի, դաժե Օսկարում էլ, այսինքն այդքան շատ էլի լիքը մարդ կար, որ չէր սպասում, բայց տենց ստացվեց ու այդ շատ լավ է տարբեր առումներով, նախ որ տենց հեղինակ ռեժիսորը հասնում է այտենց մեծ հաջողություններ, այսինքն ոնց օրինակ այդ Flow-ն նման օրինակ էր էլի 4-5 միլիոնանոց անիմացիայի, որը էլի լիամետրաժ անիմացիան դե հսկայական բյուջեներ են, Լատվիայում մեկը այտենց այդ փոքր միջոցներով հասավ Օսկար, չգիտեմ Բրազիլիան իր առաջի Օսկարը ստացավ, ու Շոն Բեյքերը, որին այտենց գիտեին որպես այտենց ինչ որ որոշակի խմբի մասին նկարող ու որոշակի խումբ էլ, որ նայում է այդ որոշակի խմբի մասին կինոները, հիմա դարձավ համաշխարհային հեղինակ։ Այստեղ գիտես ինչն է մտածում, տես օրինակ եթե բերենք բանի օրինակը, այս վերջի ամենահայտնի գովազդային արշավը որ արել են, այդ North Face-ը մի հատ աղջիկ վիդեո հրապարակում աղոսարերում, որ ես գնել եմ North Face-ի կուրտկան, ու այդ կուրտկան անձրևը չի պահում, ջուրը չի պահում, բայց ինձ խանութում ասում են, որ ջուրը պահում է։ Ու North Face-ը արագ արձագանքում է, միանգամից ճշտում է այդ աղջիկը որտեղ է, ուղղաթիռով ուղարկում են կուրտկա։ Բաճկոն, չգիտեմ, ուղարկում են բաճկոն այդ աղջիկը հագնում է, այդ աղջիկը նորից վիդեո անում։ Այս իդեալական օրինակ է իրավիճակային մարքեթինգի։ Երբ որ բրենդը արձագանքում է շատ արագ 21-րդ դարի գովազդը պարտավոր է ինքը իրավիճակային մարքեթինգը ուսումնասիրի ու մաքսիմալ այդ հնարավորինս քաղի դրանից ինչ կարա։ Հիմա բրենդը այս պահին ունենք Հայաստան։ Իրավիճակային մարքեթինգը ենթադրում է, որ այս ամեն ինչին, եթե մենք հիմա արագ չարձագանքենք, ինքը անցնելու է գնա, որովհետև ինքը սորֆինգի ալիքի նման բան է, սպասեցիր ալիքն եկավ, կամ բարձրանում ես, կամ չես բարձրանում վրան։ Հիմա դու որպես ոսկե ծիրանի տնօրեն ինձ թվում է ինչ որ բաներ պետք է կամ երևի թե արդեն պլանավորել եք որ այս ալիքը օգտագործի։ Դե մեր հակառակ բանից ա եղել, մենք այն ոնց որ ինստիտուտներից էինք կամ փառատոններից, որ մինչև այդ իրան հետևում էինք, մինչև այդ գիտեինք ու մինչև այդ իրան հրավիրել ենք։ Օրինակ քիչ մարդ գիտի Հայաստանում, որ 2018 թվականին Շոն Բեյքերը եղել է ոսկե ծիրանի հյուր։ Սևանում է ֆոտո է արել։ Այդ սա այդ ֆոտոն է հրապարակում։ Հա, ես չեմ այդ Սևանու։ Հա, դերասան է դու ոնց Կարագուլյանի հետ։ Հա, եկեղեցու դեմը մի հատ ֆոտո ունի։ Ու մեր համար այդ շատ կայֆ էր, որ ոնց որ մենք ոչ թե այդ հայպի վրա անորայի, ասենք իրան հետո գրել ենք շնորհավոր կաղա այս տարի գաս, այլ ոնց որ ինքը գիտեր, որ այս փառատոնը, որը այն ժամանակ է իրան ոնց որ ինչ որ ժեստ արե, հետաքրքրություն ցուցաբերե եւ այլն, ու այդ էր պատճառը, որ ինքը ընդհանուր պրակատին պրոդյուսերները չէին տալիս անորան, բայց միջնորդեցին, որ ոնց որ մենք երկու ցուցադրություն կարողանանք անել էքսկլյուզիվ մինչև այդ հետո իր պրակատ մտնելը ու ոնց որ այդ էլ դարձավ այսինքն այս մասով ոնց որ մենք համ անորան տենց cover արեցինք, ցավոք մենք ուզում էինք հենց փառատոնի ժամանակ լիներ, բայց այդ իրանց քաղաքականությանը հակասում էր, որտեղ ոնց որ ամերիկյան կինոն, որ Ֆրանսիայում չնայած նրան, որ այդ Կաննն է գլխավոր մրցանակն է, բայց պարտադիր էր, որ դրա հաջորդ պրեմիերան լինի ամերիկյան փառատոնում, ու այդ Telluride-ի փառատոնն էր, որը ոնց որ ոսկե ծիրանից հետո էր, դրա համար անհնար էր ոսկե ծիրանում հենց այդ 7 օրերի ընթացքում ցույց տալ, բայց ճիշտ հասկացա, ստեղ ցուցադրվել է ինք փառատոնի ժամանակ։ Հա, հենց փառատոնի օրերին չէ, բայց ոնց որ փառատոնի որ թվականին։
Անորան, չէ, անորան այս թվականին, թվականին է, մինչև այս ասելով նախորդ տարի, էլի, մինչև իր մրցանակները ստանալը։ Չէ, Կաննից հետո, բայց Օսկարից առաջ։ Հասկացա։ Դե Կաննից առաջ չէր կարելի, ոնց որ համաշխարհային պրեմիերան։ Կաննից հետո ցուցադրվել է, բայց դժվար մարդիկ մտածեին, չէ, որ այդ կարգին Օսկարում էլ է հաջողված լինի։ Դե արդեն ոնց որ full զալեր էին, որտեվ Կաննի գլխավոր ոնց որ հաղթող ֆիլմը, Կարեն, Վաչե եւ այլն, ոնց որ այդ երկու ցուցադրություններ, այդ երկուսը ոնց որ full house եղավ։ Ենթադրվում էր, որ Օսկարի դե կգնա, որտեվ ամեն դեպքում ամերիկյան ֆիլմը, եթե ստացել է Կաննում գլխավոր մրցանակ, այդ ոնց որ արդեն ահագին իր լոբինգը առաջա տանում։ Իհարկե այդ չի երաշխավորում, ասենք 5 արձանիկ կամ տենց, բայց կակ մինիմում ինչ-որ նոմինացիաների մակարդակի որոշ բաներ տալիս է, ունդեղ մտածում էին, ասենք, չգիտեմ, այս Մայքի Մեդիսոնը կստանա, թե Դեմի Մուրը կստանա, թե Մյուսը կստանա, ինքը գուցե ստանա, ասենք, չգիտեմ, կամ սցենարը կամ ռեժիսորան մեկն ու մեկ։ Հետո ստեղ հարցա այդ հեղինակ ասածը որ կա, ինքը համել այդ մաքուր դրա բանն է, այսինքն ինքը գրում է, հետո ինքը նկարում է, հետո ինքը մոնտաժում է, լրիվ այդ նես չի որ սպეციფիկա է, նես չի էլի որ ով տենց չի անում վատա կամ տենց է պետք անել, ուղղակի ու այդ 3 ոնց որ կարգավիճակներում էլ Օսկար ստացավ, էլի այնտեղ կատակ կար, որ մոնտաժով ստանալու ժամանակ ասեց, որ իրականում մոնտաժով եմ փրկես ֆիլմը ես, որտեվ ասում եմ մատերիալը որ նայեք չեք պատկերացնում ինչ ահավոր էր, то есть այդ համ խնդալու է, որտեվ այդ մատերիալն էլ է ինքը նկարել, էլի, բայց համ էլ այդ ռեալ տենց է, այսինքն ինքը ոնց որ փոխակերպվում է լրիվ ուրիշ բանի, որպես արդեն մոնտաժանող ոնց որ իր հանդեպ սառնասրտության։ Դες post-ը նախքան Օսկարը բան, այդ բարձը արդեն որ ցուցադրվել է ինքը լավ է գրել եք, բայց հիմա իմ կարծիքով ինչ որ քանի ալիքը կա, մենք ունենք երևի մի կես տարի մաքսիմում։ Այսինքն այս ալիքը ճիշտ չօգտագործվեց, այս ալիքի ասենց ասած hype-ը չկարացանք ճիշտ օգտագործենք, երկիրը գովազդելու մասն եմ ասում, մենակ ինքը ահավոր բաց թողում կնի ձեռքից։ Դե օրինակ կարող է ես տենց տեսականորեն եմ էլի պատկերացնում տենց խոսակցություն, քանի որ այդ սաստավը տենց շատ մոտ է իրար դառը, այդ 6 հոգով բան են իրար հետ տարբեր տեղեր են գնում գալիս, բան ոնց որ ընկերացել են էլի։ Ինչ թվում է որ կարա օրինակ տեսականորեն առաջարկ լինի Կարենի ու Վաչեի կողմից, որ մի օր է ոնց որ դու արի մեր մոտ էլի, ասենք թե գա ինչ որ ուսումնասիրի ինչ որ բանանի ու մտածի որ կարող է ասենք օրինակ Հայաստանում կինո նկարի։ Այդ բայց տենց ուղակի օրինակ եմ անում, ինչ որ բան, որ այդ քո ասածին բարձա մի քիչ տենց ֆանտաստիկ բան է, բայց տեսականորեն ոչ պակաս ֆանտաստիկ, քան Վաչեն ու Կարենը կլինեն Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ բեմում կանգնած։ Կարող է իրան զուտ այդքան հետաքրքիր չլինի այդ ամերիկյան միջավայրից դուրս նկարելը, որտեղ ոնց որ այդ է իր տենց research-ի ու ոնց որ տենց իրան վստահ զգալու միջավայրը, բայց տեսականորեն ամեն ինչ կարա լինի, լիքը տենց ռեժիսորներ կան, որ այդ կոմֆորտ զոնան ոնց որ կոտրել են, ինքնը տենց համ մեծ բյուջեների կարիք չունի, բայց դա շատ կարևոր բան է, էլի ոնց որ ինքը համ մեծ բյուջեների կարիք չունի, բայց համ էլ այսքանից հետո մեծ խնդիրներ չի ունենա ավելի մեծ բյուջե ուզելու, էլի, ինձ որ հիմա իրան ահագին մեծ ոնց որ տենց կարտ բլանշ է, էլի։ Հայաստանի համար կարար թույն բանալներ, եթե Կարենի ու Վաչեի spin-off-ը նկարեին։ Հա, կարար։ Կոլսոլի պես։ Հիմա օրինակ ռուսական այնտեղ մի հատ է ռուսական դեմած, ոչ թե մի հատ է, այլ ավելի տենց, չէ, վառ արտահայտված։ Այդ էլ օրինակ ինքը չեմ կարծում էլի, որ տենց որ քաղաքական բան խառը տենց բաներ է մտածե, ու Ռուսաստանում էլ է շատ տենց բան ընդունվում, ասեղներով ընդունվում էլի այդ կինոն, որտեվ դե ռուսներին ոնց է ներկայացված մանավանդ էս իրավիճակում քաղաքական աստարը, բայց այն ինչ որ Հովն ասում է, ես օրինակ դրա հետ համաձայն եմ, որ հենց հիմա կոնկրետ հնարավորություն կա ինչ որ կոմունիկացիա կառուցելու։ Այդ կոմունիկացիան կարա լինի օրինակ, տես դու էլ կարաս, կոմունիկացիա կարա լինի այս հայ տղեկը, որոնք որ կանգնել են այս բեմի ներկայացրել են Հայաստանը ու դեռ կներկայացնեն ու դեռ փաստորեն կարելի է մտածել նրա մասին, որ Հայաստանը կարելի է ինտեգրել ու ներկայացնել sense ֆիլմերում, մի հատ եկեք հասկանանք ոնց ինտեգրվի, ոնց ներկայացվի, այսինքն փաստ ճանապարհը կա, որովհետև մի հատ նախադեպ կա։ Հիմա եթե սա չարվի, դա մնալու է որպես պատահականություն։ Եթե այդ մի կետը չկապվի որևէ այլ նպատակների հետ, որը որ մենք կուզենք կոմունիկացվի։
Այդ North Face-ի ուղղաթիռը հիմա Հայաստանի համար կես տարի է գործելու, մաքսիմում։ Խեմ ասում կես տարի, որովհետև գալու են նոր ֆիլմեր, արդեն որոնք որ պետք է մյուս տարի 26-ին գնան նոմինացվեն։ Դրանք են դառնալու քննարկման թեմաները, ինչ որ մայիսին մի հատ ֆիլմ կծնվի, որը որ արդեն իր մասին քննարկումներ կլինի, բան, ինքը արդեն կամաց դուրս է գալու ասպարեզից ու Հայաստանի գովազդը Հայաստանը ներկայացնել որպես տուրիստական երկիր կամ հետաքրքիր երկիր եկեք տեսեք, բան, ինքը շատ դժվար է հենց հիմա իրականացնել, բայց հիմա դու ունես մի հատ ալիք, որ քննարկվում է, իրան լավ օգտագործվեց, Հայաստանը ահավոր մեծ ռեյտինգ է, որտեղ հիմա եթե որ խոսում ենք կերպարները, արդյոք այդ հայի տեսակն են, մենք այդ տեսակը չենք, բան, հայկական ֆիլմերում շատ ավելի վատ է ներկայացված հայի կերպարը։ Այդ մենք դրան օքեյ ենք ընդունում, ասում ենք դե բանա, նորմալ է, հետաքրքիր կինո էր, խնդացինք եկանք, բայց որ մեկ ուրիշ ազգի մարդ, որը որ մի անգամ եկել է Սևանում, ֆոտո արել, մեկ եկել է փառատոնում, նստել է ժյուրի կամ հյուր, պատվավոր, մենք իրանից ակնկալում ենք, որ ինքը պետք է հայուգեն աներ, էլի այդ օրը։ Հա, հետո գիտես ինչի այդ ակնկալիքը պետք է չլինի, որովհետև ինքը Ամերիկայում պարզավոր ինչ որ մի մասայի է այդ վերաբերում, բայց էլի ստերեոտիպային առումով մենք գիտենք Գլենդելը, Նորթ Հոլիվուդը եւ այլն ու մեր աչքի առաջ է որ հիմա խոսում ենք, կա մի հատ տենց հայի ոնց որ ձև այդ լոսի էլի բնականաբար պարզա չէ, ամեն ինչի փակը գծում որ բոլոր ինչի վերաբերում ու մենակ տենց հայեր չեն եւ այլն, բայց կա այդ մի հատ ոնց որ ստերեոտիպային պերսոնաժ, որը շատ նման է այդ մարդկանց, որը ֆրոդ է անում։ Հա, հետո այդ արվեստագետ ռեժիսորները իրանք ոնց որ այդ օրգանիկան են, այսինքն ոնց տեսել են, ուզում են հենց այդպես իրանք նպատակ չունեն բարձրացնելու կամ իջացնելու, որտեվ իրանք պրոպագանդիստական խնդիրներ չեն էլի լուծում, ու ոչ չպետք է այդպես բան լուծեն։ Իրանք փորձում են ոնց որ այդպես այդ օրգանիկան գտնեն։ Իսկ ինձ թվում է այդ ամերիկյան հայերի հələ մերը դե ուրիշ խնդրեմ է, բայց լիքը առումով այդ շատ ծանոթ դեմքեր են, մենք էլ ենք այդպես լիքը տեսել։ Իսկ եթե ամփոփենք, կա այդ կերպարը թե չկա, տարածված է թե չէ, տարածված է, այսինքն առնվազն այնքան տարածված է, որ լրիվ իրավունք ունի պերսոնաժ դառնալու է։ Հա, ու ռեժիսորի համար ինքը սուտ չի։ Այսինքն ինքը ասում է, այտենց պերսոնաժ կա, ինքը այդ պերսոնաժը այդ օքեյ է, ինքը դա ցույց է տալիս։ Նրա փոխարեն որ այտենց ինձ թվում է բողոքի ալիք լինի, վայ Հայաստանը կամ հայերը ինչի են այտենց ներկայացված, ինձ թվում է այտենց ավելի խորքային հարցեր կա մտածելու էլի։ Հա, չէ, Հաչեն ավելի ռադիկալ ինձ բան է, որ հիմա կարող ասենք մեծ լսողները կամ կոմենտողները, օրինակ մի քիչ առաջին հայացքից տհաճ լինի այդ իր ասածը, բայց ես հասկանում եմ ինքը ինչ նկատի ունի։ Ասում եմ օրինակ ես օքեյ եմ, որ մենք գրավենք խնդալու ազգ գտնելու նիշա, ասենք թե ամերիկյան կինոյում։ То есть դες առաջի հայացքից այն որ տենց կարող բան անեն, էլի որ խնդալու ազգը մենք բան, գոնե լացել։ բայց հա, մերը լաց, բայց լացելու հետ օքեյ է։ Լուրջ ազգ ենք կամ այտենց էլի։ Այդ նայ օրինակ որտեղ ողբալու ազգը, լացելու ազգը, դա օքեյ ենք, դա մենք ենք։ Բայց որ ասում են խնդալու ազգը լինենք, причем ժանրի մեջ, այսինքն ժանրը բանա, որ այդ պահանջում է, չէ՞, դա օքեյ է, որ ոնց ասենք աբարանցին անեկդոտի մեջ, չէ՞, ու այդնես չի որ աբարանցու հանդիպում ես, այդ անեկդոտները սկսում են իր հետ, նու իմ մոտ ամենայն դեպս էլի, չէ՞, այսինքն այդ արդեն լրիվ մարդուց է գալիս, ոչ թե, բայց մեկը դու պատմելուց այդ բանը դնում ես, այդ մակարդակի կոմեդիա ժանրում լրիվ օքեյ ասենք այդ ստերեոտիպային ինչ-որ բան ունենալ է։ Հիմա ինքը ասում է օրինակ կարող է դա կայֆ բան է, որ օրինակ մենք տենց խնդալու լինենք, բայց այդ ժանրի մեջ էլի ոչ թե ընդհանուր։ Դե որտեվ սենց է, մենք խնդալու գիտես ոնց ենք ընկալում։ Նայ հնդկական ֆիլմը Բոլիվուդը ինքը կարող է վստահ լինի, որ ինքը անում է շատ լավ մարտաֆիլմ, բայց ինքը մեծ մասի համար լինի խնդալու, որ այդ ամեն ինչը ոնց կարող տնցներ։ Բայց իմ կարծիքով խնդալուն էսի այն կոնտեքստում ասում, որ հումորով լինի, էլի, այդ ամեն ինչը հումորով լինի, բայց օքեյ է, ես դրան օքեյ եմ նայում։ Ուղղակի հիմա ինքը ամենաշատ քննարկված թեման էր, որովհետև մենք ուզում ենք այդ անորայից քո կարծիքն էլ հասկանանք, ինքը արդյոք տվեց ինչ որ արժեք թե չէ, ըստ քեզ, ու ինչա ուզում անի ոսկե ծիրանը, որովհետև հիմա, եթե խոսում ենք փառատոններից, հայկական փառատոններից, կինո փառատոններից,
Միակն է ինքը միջազգային։ Չէ, միակը չի։ Միջազգայինը էլի կան միջազգային, հա, երևի ամենա ոնց որ բանն է, բայց ստեղ ես օրինակ ավելի շատ կուզեի այդ Լատվիայի օրինակ այդ Flow անիմացիայի բան որ բերեցի, օրինակ այտենց նախադեպ ավելի շատ կուզեի, էլի, այսինքն որ Հայաստանը ներկայացնող ֆիլմ հասներ այդտեղ ու այս վերջին տարիներին ահագին այդտեղ պրոգրես կա հիմա ես էլի տենց մի քիչ ավելի նիշայի բանի մասին եմ խոսում ավելի նեղ բայց այդ կապ չունի դա ինչ որ մի օր այդ ալիքը ճեղքելու է ու միտեղ հասնի հիմա մենք օրինակ կա անիմացիոն ամենահեղինակավոր փառատոնը այդ անեսին արդեն 3-րդ թե 4-րդ անգամա մենք անիմացիա ենք ունենում այդտեղի մրցույթներից մեկն ու մեկում Նորա Մարտիրոսյանի ֆիլմը 20 թվին հասավ Կաննի կինոփառատոն բախներս ահա որ չբերեց որ 20-ին տեղի չունեցավ այդ փառատոնը բայց լյուբոյ ուրիշ տարի այդ լիներ այդ լրիվ ուրիշ տեղ էր տանելու Շողակաթի ֆիլմը դոկումենտալ կինոյի համար 1 փառատոնի գլխավոր մրցանակը ստացավ հետո տասնյակ այլ փառատոնների այսինքն այդ չգիտեմ դեռ Ավրորայի լուսաբացը մի հատ մեծ ասիական ոնց որ ասիական Օսկար կա այդ դրան արժանած այստեղ տարբեր բան կա որ նախ մեզանում այդ շատ քիչ է լուսաբանվում անկախ նրանից որ այդ լայն հանդիսատեսի համար մասսայականի մասսայակը չի այդ դրա գյորա էլ ինքը շատ ավելի քիչ է այսինքն չգիտեմ սպորտում եթե մեկը ասենք բրոնզա տանում շտանգիստը ինչ որ մի դրա էկվիվալենտը արվեստում ինչքան էլ տարօրինակ է բանա նույն լուսաբանումը ոգևորվածությունը չի ստանում էլի ու այս օրինակները ինչ որ մի օր բերելու են նրան որ ոնց որ Հայաստանից դուրս է որտեվ սենց մենք ոնց որ փնտրում ենք այդ Հայաստանը ուրիշ պրոդուկտներում եթե անունը դնենք հա դրա անորան փնտրում ենք գտնում ենք արդարացիորեն ենք փնտրում թե մի կերպ տենց ցկած ենք տարբեր դեպքերում տարբեր իսկ այն կլինի ոնց որ հենց ինստիտուցիոնալ ոնց որ Հայաստանի ներկայացուցչությունների որի էֆեկտը ինձ թվում է շատ ավելի բան է նու կամ ավելի մեծ չի բայց ավելի տենց բնական ու ես Վաչեի ասացի մեջ ես տենում եմ ամենակարևոր բառը այնտեղ նիշա գրավելն է այդքան էական չի դու ինչ նիշա ես գրավում ինչքան էական է որ դու մտածես այդ նիշայի մասին տեսնես ազատը թե չէ ու փորձես տեղավորվես այնտեղ որովհետև ամենավատ բանը մարքեթինգում որը կա երբ որ դու նիշա չունես ամենագրեթե չհաջողված կազմակերպությունները այն կազմակերպություններն են որոնք ասում են մենք բոլորի համար ենք դու չես կարա բոլորի համար լինես ծորակի ջուրը բոլորի համար չի սկի Լուի Վիտոնը երբ որ ինքը հասկանում է որ ինքը չի կարա գնա տենց ցածր դասի մեջ մտնի ինքը ստեղով ինքը վերցնում է սուպրիմը վերցնում է ասում է խնդիր չկա օքեյ դու արի այդ նիշան ինքը չի կարա նույն բրենդով մտնի չի կարա ինքը համ ամենաթոփ բրենդից մեկն է լյուքս որը որ զեղ չունի աշխարհում բայց նաև մի $250-անոց մայկա ունենա այդ ինքը չի կարա դրա համար ինքը ստեղծում է սուպրիմը Toyota-ն ստեղծում է Lexus-ը որ գնա ուրիշ նիշա մտնի որտեվ հասկանում է Toyota-ով չի կարող գնա մտնի այդտեղ այդ դաշտ հիմա օքեյ է նիշա գրավելը բայց ամեն դեպքում ստեղ գալիս է մի հատ ուրիշ հարց է փառատոն գնալու մենք երբ որ գովազդային փառատոններ են գնում մենք գիտենք այդ ինչ ծախս է այսինքն եթե դու ունես տարվա մեջ ունենում ես քեզ ու որոշում ես սաղ փառատոններին լիքը նոմինացիաներին մասնակցես դա ֆիրմայի վրա 20000+ թիվ է կազմում Այսինքն դու պետք է այդ ռեսուրսն ունենաս։ Դե կինոյում ոնց է դա։ Այդքան չի ինձ թվում, այսինքն ու նայած ինչքան པարզ ասենք հազարավոր փառատոններ կան հենց բարի բոնի ըստով կանի գովազդային փառատոնում, եթե դու ուշ ես դիմում, մի նոմինացիան 1750 € էր կարծեմ։ Չէ, այստեղ անհամեմատ ավելի քիչ է։ Չգիտեմ այդ ինչով է պայմանավորված։ Կա գովազդային ինքնին շուկան, որ շատ կոմերցիալիզացված է, ոնց հենց կոմերցիայի մասին է, ոնց որ բարձա այնտեղ ոնց որ ամեն այդ submission-ից սկսած ոնց որ թանկ է, բայց կինոյում ասենք, չգիտեմ, 25-ից մինչև 100 քանի կարող է եվրո, էլի ոչ ավել։ Այդ ամենաթանկ։ Ես չեմ իմացա, իմ համար օրինակ զարմանալի փաստ է։ Այդ իջով ամենաթոփերը էլ։ Այսինքն եթե լավ product եղավ, ինքը հենց չի որ կա լավ product, բայց չունենք դրա միջազգային շուկա հանելու գումարը։
Չէ, գումարը ընդհանրապես գումարը չի խնդիրը, ուղղակի sense blind submission ուղարկելը ուղղակի էլի կարա աշխատի ու տենց լիքը դեպքեր կա, բայց ավելի էֆեկտիվ է որ ինչ-որ follow-up-ի մեխանիզմ էս հետը գտնում էլի, այսինքն ինչ-որ ադբորշիկներ գտնում, որը խորհուրդ տա համել, որտեվ իրենք ստանում են այնքան, որ համարյա ֆիզիկապես անհնար է նայել, էլի, պարզա որ ձևական նայվում է կամ ոչ ձևական, բայց մի խոսքով բան է, ինչ-որ առաջ տալով բան էլի, այսինքն ամենահեղինակային կինոփառատոններում, որտեղ որ հնարավոր է լինում ստուգել, լիքը դեպքեր են լինում, որ առաջ բանը, այսինքն օրինակ նայվել է ֆիլմի, չգիտեմ, առաջին, ասենք 7 րոպեն, բայց ումս ուղարկել ես 2 ժամանոց կինոտ ու հերիք չի մերժվել է, մի հատ էլ ոնց որ լոմկի աստիճանը, որ այդ թրեքով բանով նայում ես, որ 7 րոպե ադբորշիկը նայ, էլի։ Միջինացած ադբորշիկը քանի հոգի է լինում։ Նայած, էդի բանա տարբեր, բայց ուզում եմ ասեմ քանակը բայց ինքը իրավունք ունի, այսինքն ինքը իրավունք ունի միջևեր չնայի։ Օրինակ գովազդային փառատոնում ուրիշ ձև է աշխատում։ Գովազդային փառատոնում եթե նկատեցին, որ ժյուրին չի նայել, այդ քեսը դիսկվալիֆիկացիա կստանա։ Հա, չի նայելը, նու կարող է ասենք տարբեր են regulation-ները, ինչ որ փառատոններ տենց պրոտոկոլ ունեն, որ վարկյան առ վարկյան պետք է նայվի, բայց իրականության մեջ լիքը այտենց առաջ տված մինչև վերջ չնայած դեպքեր կա, դա կարան իրանք բացատրեն, որ ասենք մենք 5 հոգի ենք կամ 10 հոգի ենք, ասենք 1200 կինո ենք տանում, որտեղ որ ինչ որ պահից պարզա որ այս կինոն շանս չունի, ոնց է հետո գնա, տենց skip են անում, ասում են, բայց ինվեստիցիայի առումով իհարկե անհամեմատ ավելի քիչ միջոցներ են պետք, քան այդ նշած թվերը ահռելի ինչ որ բաներ է գնում այնտեղ։ Ես օրինականներս հասար անգամ ահռելին այդ Օսկարին այս խոսում ենք ոնց որ արտ փառատոնների մասին, դե Օսկարը այդ դրանից բացի մի հատ եկյա լոբինգի ոնց որ արշավա այդ շատ մեծ փողեր են, բայց այդ համեպայմանավորվածը նրանով որ կան հազարավոր ակադեմիկոսներ, այսինքն հազարավոր մարդիկ, ոնց որ այդ ճակատագիրը մարդա իր նահանգում, իր բանում, ասենք WhatsApp-ով ուղարկում են բաներ, անուններ, այդ ամեն ինչի համագումարը մտնում է ծրարի մեջ, որը բացվում է։ Հիմա դու ուղարկել ես, կարաս դու տենց թողես այդ փուլերով անցնելուց հետո այդ հազարավորների քվեարկությանը, բայց կարաս լիքը փող դնես ու դու կազմակերպես դիտումներ այդ ամենի համար չես կարա, բայց ակադեմիկոսների համար էլի մարդա իր նահանգում կինոթատրոն փակես, լիմուզինը գա հետևից, տանի, այնտեղ ոնց որ նստացնեն, հետը ինչ ու չիմանալով վերջում որ կարա ոչ մի բան օֆիցիալ վճարն է, հա, չէ, օֆիցիալ վճարն է, զարգացվում է, ես ոնց որ չկամ այդ բանի մեջ, հանձնախմբի կամ այդ փորձագետների խմբի մեջ, բայց ինչքան ժամանակ է այդ իդեանա քեշբեքի, որ Հայաստանը ունենա դրսից ստեղ կինո նկարանելու համար, որը ոնց որ համարյա պարտադիր պայմանա սենց երկրների համար, որ մոտիվացիա լինի այդ դրսի production-ից դե ինչ որ բան նկարելու ու այդ քեշբեքը ոնց որ ընդունված բան է, որ չգիտեմ, մինչև ինչ տարբեր տոկոսներ կան, ենթադրենք մինչև, չգիտեմ, 30-ա, 40-ա ինչքան է, որ ստեղի նկարվելուց ոնց որ ստանում է, այսինքն ոնց որ եկամտի կոնկրետ բան է լինում, ծախսի նվազում է լինում, դրա հետ զուգահեռ այդ location, то есть այդ մի հատ ընդհանուր համալիր ծրագիր պետք է լինի, որ դրա հետ զուգահեռ այդ location-ների բանը լինի, առաջ խաղացում որ Հայաստանը ինչ կարա առաջարկի ու այդ Աստեղ համ այդ ստերեոտիպային բաներն է մտնում առաջարկի մեջ, այսինքն այդ քրիստոնեություն, նախաքրիստոնեություն, եկեղեցիներ, լանդշաֆտ եւ այլն, համ պետքա ինչ-որ ալտերնատիվ լանդշաֆտ էլ ոնց որ ձևավորել, որ Հայաստանը մենակ այդ բաների համար չի, էս է կարաս, այն է կարաս, այն է կարաս, ու այդ ընդհանուր այդ փաթեթային ոնց որ պրոդուկտը, այդ հետը այդ քեշբեքի հնարավորության հետ միասին ստեղծման փուլում է, բայց մի բան է այդ ստեղծելը, հետո մի հատ էլ դժվարությունը այդ ոնց որ promote անելը, որտեվ որոշ դեպքեր այն ամենամեծ success story-ներում իրանք բոլորում չէ, բայց շատերում ոնց որ միամիտ է եղել, էլի, ասենք հիմա չգիտեմ ամեն մեկի ոնց որ հստակ background-ը ոնց է եղել, բայց ենթադրենք Կոպոլան Դրակուլայի մասը նկարել է Ռումինիայում, օրինակ այդ ռումինական
բանը ամրոցային այդ դրակուլայական туриզմին ոնց որ այդ նպաստելակամ, ասենք, չգիտեմ, Game of Thrones-ը, Peter Jackson-ը, բանը Lord of Rings-ը Նոր Զելանդիայում вообще հսկայական բան։ Մատանների տիրակալը կոնկրետ այդ երկիրը փոխեց։ Այդ երկիրը փոխեց, չգիտեմ ինչքան օրինակ Նոր Զելանդիան ոնց որ Նոր Զելանդիայի туриզմի կոմիտեն պայմանական ոնց որ այդտեղ բան ունի, բայց այտենց ասենք, չգիտեմ, բանը այդ Braveheart այդ խիզախ սիրտը Mel Gibson-ի Շոտլանդիայի վրա այտենց այդ բանը ամրոցները, միջնադարը Շոտլանդիան եւ այլն։ Հա, բայց այնտեղ օրինակ եթե Game of Thrones-ը կարար նկարվեր կամ Властелин колец-ը կարար Նոր Զելանդիայում չնկարվեր պայմանական այլ տեղ, չէ՞, խիզախ սիրտը պետք է հենց շոտլանդական, որտեղ հենց պատմությունն էլ է շոտլանդական, էլի։ Բայց հարցը գիտես որն է, նայ, հիմա դժքան քեյսեր ենք հիշում։ Բայց նայ, այդ քեյսերը հիշում ենք, բայց հավատա միլիարդավոր էլ fail case-եր կան, էլի, այսինքն case-ը դե այդ բանա, չէ, դու վերցնում ես ինչ-որ մի քանի բան, այդ դրոշակ ես սարքում, նաեւ էլի, որ տեսեք sense բաներ կա, բայց մենք օրինակ մենք ասենք տենց դոգմա կա, չէ, եկած որ կինոն մեծ գովազդային հարթակ է, ոնց տենց ընդհանուր առմամբ սաղս համաձայն ենք դրա հետ, բայց տես ինչ որ research-ներ կան, որ մանավանդ վերջի շրջանի, որ մի քիչ ուրիշ բան են ասում են օրինակ, այս փոփոխությունները որ եղան սթրիմինգների, influencer marketing-ի եւ այլնի, իրանք օրինակ որոշակի առումով չարթարացված բարձր են հələ որ պահում, ասենք ֆիլմերի մեջի placement-ների կամ գովազդների բաները, ոնց որ rate-երը, գների։ Պատկերացրիր ոնց որ ասենք առաջ էր ասենք չգիտեմ ենթադրենք բլոկբաստերի մեջ կես միլիոնից կամ քանի միլիոնից սկսում ինտեգրացիան փաթեթում տենց ոնց որ սամատյոկով մինչև հիմա գալիս է այդ թվերը բայց իրականությունն է փոխվել որտեղ էֆեկտիվությունը գնահատելու համար ասում են ախպեր այդ $500,000 հələ մի պահ մոռացի բլոկբաստերը հələ մի հատ արի հաշվի այդ $500,000-ը որ դնես պայմանական SMM-ի մեջ այսինքն մեծ իմաստով էլ այնտեղ ինֆլուենսերները առանձին ես ոչ տենց ամբողջ իրա տենց էֆեկտիվ գործիքա կազմով մեկը իրար կողք դնում ես հասկանում ես որ այն շատ հնարավոր է տենց հնացած ոնց որ մոդել լինի ինչի այդ բացատրությունը կա որ ասում է այս ավելի կանխատեսելի այդ target-հավորումը բանը ավելի ոնց որ քո ձեռքն է էլի իսկ այն նայ համ պետքա դու հենց թեմից մտնես մեջը կարող է ինքը կրակի, կարող է չէ, կարող է fail լինի, այդքան դրած մեծ ինվեստիցիան։ Հետո դժվար կառավարելի է իր աուդիտորիան, որտեվ բանը, այդ կինոթատրոնային պրակատը box office-ը երբ կգնա, երբ release կլինի, ինչքան ոնց որ մեծ բան կունենա, էլի coverage կունենա, ինչքանով այդ քո target-ները դրան կբռնեն բան կանեն, ու ոնց որ ռիսկը բանա, էլի մի քիչ ոչ քո իշխանության մեջ է այդ ռիսկը, իսկ դե ասենք կոնկրետ այդ փողը բաժանեցիր, ասենք չգիտեմ 150 TikToker, 220 Instagram-er, հստակ սաղի target-ները դեմը տա, չափելիությունն է ոնց որ ավելի բան, կոնկրետ, անկանխատեսելիությունն է շատ ավելի քիչ ու կորուստ է, այսինքն եթե այս մեկի պուբլիկացիան fail եղավ կամ reel-ը, խոսի կորցրեցիր, ասենք, չգիտեմ, $300, okay, այն մյուսը մի խոսքով էլի, ուզում եմ ասեմ կոներես ու streaming, բայց plus streaming-ը էլի ոնց որ էֆեկտիվ է, որովհետև հստակ կա բաժանորդ, չէ, ժամ, ոնց որ attachment-ը, հա, ասենք դիվանին նստած մարդու էկրանի շատ ոնց որ կոնկրետ պատկերացնելի է գովազդատուի տեսակետից։ Դե SMM-ի միջոցով դու միշտ չի կարաս 10 էմոցիոնալ ու հիշվող երևույթ։ Հիմա մենք կարանք մի 50-100 placement հիշենք, որոնք որ շատ տենց ռոմանտիկ կապ են ստեղծել բրենդի միջև։ Ես լիք տենց օրինակներ ունեմ ու դա շատ տեղին է անել ոչ թե ուղակի այդ ցույց տալ ոնց որ մեր սերիալներում են ցույց տալի մեծամասն դեպքերում, այլ ցույց տալ կոնկրետ ամենաճիշտ պրոդուկտը, ամենաճիշտ տեղում, ամենաճիշտ հերոսի օգտագործմամբ կամ ներկայությամբ։ Ստեղ բանն է, բայց էլի հարցը որ արդեն placement-ը խոսքը գնում է նրա մասին, որ placement-ը պետք է դառնա երկիրը։ Այդ էլ կարան ված ցույց տան։ Իմ ասած խնդիրն է, որ հիմա ալիքը օգտագործելով գոնե երկիրը դառնա placement, բայց էլի հայկի ասած սերիալի օրինակով, եթե ինքը մակարոնի նման գնաց, այդ ձև ցույց տվեցին,
Անընդհատ հերոսներն ասին, «Ընենց եմ ուզում մի հատ լավ երկիր գնամ, արի գնանք Հայաստան, արի գնանք»։ Եթե տենց եղավ, ինքը շատ վատ առնելու, բայց եթե կարողացան ընենց փաթան, որովհետև հենց հիմա Հայաստանը մի հատ մեծ գլոբալ խնդիր ունի։ Մենակ խոսում եմ մարքեթինգի մասին։ Հայաստանի դիրքավորումը ահավոր լողացող է։ Ոչ մեկ հստակ չունի ֆիքսած Հայաստանը իրան ինչ երկիր է դիրքավորում։ Եթե խոսքը եթե նայենք բրենդներին, համատում ենք բրենդների հետ, երկիրն է որպես բրենդ։ Ցանկացած բրենդ ունի հստակ դիրքավորում։ Գոնե գիտեն մի 20 տարի, 30 տարի էդի պահում ենք։ Ժողովուրդ, մենք սնց ենք։ Մենք low cost ենք։ Մենք, ասենք, չգիտեմ, պարզ ենք, ընկալելի ենք, մենք ամենահեշտն ենք, մենք ամենաարագն ենք, մենք ամենամեծն ենք, չէ՞, ոնց ասենք, Ռուսաստան իրան դիրքավորում է ամենաերկիր, ամենամեծ երկիր, բանը վիզան իրան դիրքավորում է ամենամեծ համակարգը, որ սաղ աշխարհում իր քարտը աշխատում է։ Կամ ինչ-որ տես նմանատիպ բանով Հայաստանը չունի դիրքավորում։ Դե մեր այդ հինի հետ չի կապված։ Չէ, դա չի դիրքավորած, դες ինքը շատ։ Չէ, դա ինչ որ տենց է ստացվել, չեմ ասում, այդ գիտակցաբար չի դիրքավորած, բայց ոնց որ տենց չի ստացվել մի տեսակ։ Չէ, տենց արեցին, բայց եկավ մի հատ ուրիշ կարգախոս, մի 6 տարի առաջ դիրքավորեցին, կարգախոսը բան էր, միջազգային բրենդինգ էին արել միջազգային շուկա դուրս գալու համար, կարգախոսը բան էր, the story just beginning։ Որ պրոբլեմ կա առնա գնում էլի դիրքավորումը հին ենք առաջի քրիստոնյա մեկը էտա տանում մեկը տանում մենք բոլորը առաջացել է բան sense հին ենք դուք ուր եք որ մենք այնք դիրքավորումը Հռոմից հին պարչին չի համարենք այդ գծով ուզում մտնենք Հռոմից ենք ուզում տրաֆիկ ոնց որ վերցնենք թե չէ տուրիստական բայց արդյունքում ինքը որպես ձև դիրքավորման իմաստը այն է որ կազմակերպությունում բոլորը գիտեն դա Եթե նայում ենք էլի բրենդի օրինակով, եթե բրենդը իրան դիրքավորում է, կազմակերպություն բոլոր մարդիկ դիրապետում են այդ դիրքավորմանը։ Այսինքն դա մենակ խոսքով չինում, այդ իրանց կենցաղի մեջ բրենդը սկսում է ադապտանալ նախ եւ առաջ իր թիմի ներսում, կրողը որտեղ դու չես կարող մտնես Nike խանութ, ասես բանա, ես եկել եմ մի հատ լավ բան, կեդ եմ ուզում բան, ինքը ասի, էսի վերցրա շատ լավն է, փափուկը հարմար է, տենաս հակա Adidas-ա։ Ինքը չի կրում, դրա համար բրենդները սկսում են կրել ամենաներսից, то есть մի հատ ներսում են դիրքավորում, Հայաստանի ներսում, ասես խառն ամեն մեկը դիրքավորում է գրում, որտեղ մենք չունենք այդ մի տեսակ բան դժվար է էլի լինելու որոշել, կարող է օրինակ արժի ոնց որ ինչ-որ թիրախներ, որտեղ նայ օրինակ առաջի քրիստոնյա երկիր ինքը վատ ոնց ասեմ, ինքը ուղակի սահմանափակում է, չէ՞, այսինքն այդ մասով կարա հետաքրքրի արդեն ինչ-որ մի հատ շրջանակ ում համար օրինակ այդ քրիստոնեական բանը մշակույթի հետ առնչվելը հարաբերվելը, ասենք կարա դառնա տրիգեր ստեղ այցելելու, բայց մենք չենք կարող, չէ, ընդհանուր տենց ամբրելան դնենք դրանով, որտեվ էդ էլ կվանի մի հատ ուրիշ լիքը սեգմենտի։ Օրինակ, չգիտեմ, ես իմ օրինակի վրա եմ ասում, օրինակ Ամստերդամը իմ ենթադրենք ասենք ամենասիրելի քաղաքն է, չէ, բայց ինքը այնքան տարբեր ոնց որ բռնվելու տեղեր ունի, այսինքն ինչ որ մարդիկ Ամստերդամ գնում են լավագույն թանգարանների համար, ինչ որ մարդիկ այդ բանը կամուրջների բաներ, ինչ որ մարդիկ չգիտեմ, մարմնավաճառողիների համար այդ կարմիր բայց դիրքավորումը մի նախադասությամբ, բայց մի նախադասությամբ Ամստերդամի դիրքավորումը, դե չեմ կարող, էլի, այդ դրանից ոնց որ այդ սկսվեց։ Թմրանյութերի օրինական օգտագործումը։ Դե կարող է, բայց դա մի քիչ էդ էլ մի տեսակ ոնց որ կարող է այսօր չէ, 15 տարի առաջ է դա եղել, չէ, կամ 10 տարի առաջ, չեմ հիշում, որ երբանից են օրինական ասել։ Հա, այսինքն ես Ամստերդամը հասկանում եմ, որ այդ գնում եմ մի հատ քաղաք, որտեղ գիշերային կյանք կա։ Չես կարա Երևանը դիրքավորես որպես night life։ Չէ, բան չասի։ Ասենք Բերլինը ոնց որ մի համ ունի իր այդ night life layer-ը ոնց որ էլի դիրքավորման այդ Բերնհայմներով, բաներով, համ ունի, չգիտեմ, art տենց մասը։ Բայց ուրիշ բան կա, այդպես երբ որ խոսում ենք արդեն Գերմանիա ենք հասնում, հասանք Բերլին։ Ստեղ արդեն ուրիշ բան է գալիս է, այնտեղ մենք մեծ երկրների մասն ենք խոսում, ինքը իր ցանկացած քաղաքը կար արդեն դիրքավորի։ Դու կարաս գնաս հասնես այդ քաղաք, այդ քաղաքում այնքան բան տենաս, որ 10 օր քեզ հերիք լինի։ Այսինքն այդտենց երկրներ իրանց կարան թույլ տան, չգիտեմ, դիրքավորեն մի հատ ուրիշ տեղ բանում, ավտո արտադրող լավագույն դիրքավորը մի հատ ուրիշ նիշի համար, որովհետև ինքը շատ մեծ երկիր է։ Բայց դիրքավորման մեջ կներես էլի ամենակարևոր բանը, որը ինձ թվում է մերոնք էլ էլի, մերոնց համար էլ բարձեցնենք։ Ինչի շատ շատերը տենց էլ վերջում դիրքավորում չեն ունենում, որովհետև դիրքավորումը
իր մեջ նաև որոշում է կայացնում, թե ինչպեսին չենք լինելու։ Այդ որոշումից բոլոր բրենդերը, շատ բրենդերը վախենում են իրականում, որովհետև ասում են, դե մենք բոլորի համար ենք։ Եթե դու բոլորի համար ես, դու հավասար է նրան, որ դու ոչ ոքի համար ես։ Ավելի լավ չի դու ընտրես այն նիշան, որի համար հաստատ դու կաս, որի համար դու հետաքրքիր ես։ Երկրորդ շերտով կարողանաս հետաքրքրություն ստեղծես այլ թիրախային խմբերի համար, որովհետև անկախ նրանից Ամստերդամը ու մոտ ինչ դիրքավորում է, կոպիտ ասած առաջացնում կամ առաջի ասոցիացիան որն է, ինքը տակը մնացած շերտերն էլ ունի։ Հիմա շատ կարևոր է մի բան հասկանալ, որ երբ որ դու ընտրում ես դիրքավորում, դու ինչ-որ մի բանից հրաժարվում ես, բայց ավելի լավ է դու 100%-ից ունենաս 60-ը, բայց ձիգ ունենաս այդ 60-ը, քան դու այդ 100-ի մեջ այսպես լողաս, ոնց որ Հովոնը ասում, որ Հայաստանի դիրքավորումը հիմա 1000 հատ մեսեջից է բաղկացած, բայց բաղկացած չի մի հատ գլխավոր 60%-անոց նիշան որտեղ է։ Մենք ինչ ունենք, որ կարա ավելի այդ 60-ը ապահովի, քան այդ հնություն, պատմություն, հին մշակույթ, առաջի քրիստոնեություն, եթե այդ ամեն ինչ ինչ-որ sense մի փաթեթի մեջ բան անենք, բարձավորը դա հենց ձևակերպման հարց կա 1000 ու մի բանի, բայց այդ կոմպոնենտին ոնց որ խփող մրցակցային ուրիշ ինչ ունենք, էլի։ Իմ կարծիքով հիմա ամբողջությամբ տես տանես դիրքավորումը պատմության ու հնության վրա կառուցես, ինքը տուրիզմի առումով այդքան է շահավետ չի լինելու։ Չէ, այդ ընդհանուր խնդրեմն է, Երևանը ասում ես Հռոմից հինը, մարդիկ գալիս են, ասում են, բա ուր է այդ Հռոմից հինը։ Պետք է տանես ինչ-որ Արինբերտ բան, Շենգավի, այս բանը եկել հինը, բայց դες չէ, իրականում գիտես որն է, որ ասում եմ, թե տակից դուս էլ է։ Մենք ուզում ենք երիտասարդությունը գա, ուզում ենք 25 տարեկան, 30 տարեկանը գա Հայաստան, բան ժամանակ անցկացնի, բայց ամենը իմ համար ցավոտ բան է, գիտես որն է եղել, Հայաստանը որ туриզմը ներկայացվել է, այդ Արիոլ իր եշկա հաղորդման ժամանակ, երբ որ բանը տղա հերոսը ասաց շատ լավ երկիր է, որ վերջում ամփոփում են երկիրը, ասաց շատ լավ երկիր է, բայց 3 օրից ավել անելու բան չկա։ Ինքը բաններ հարուստներ թե բանը։ Հարուստը։ Հա, դաժե տենց։ 3 օրից ավել անելու բան չկա, այսինքն ինքը գնաց Մալխաս, ինքը գնաց Տաթև, գնաց Սևան, չգիտեմ, էս արեց ժամանց արեց ու ինչն է իմ համար ցավալի, որ ես հասկացա, որ իրականում երիտասարդ եթե գալիս է այստեղ 3 օրից ավել ինքը բան չունի անելու։ Եթե ինքը չունի ծանոթ մարդիկ, որ ամեն մեկը իրան ամեն օր տանի միտեղ պատիվ տա։ Թե ինքը տուրիստ է, ես գնացել եմ օրինակ Պրագայում գնացել, Պրագայում ես չունեմ ծանոթ մարդ, ես ինձ պետքա գտնեմ մարդ։ Ես վերջերս բան անգերս պետքա գնար Միլան ու քննարկում ենք տես տղեկով, ասում եմ Միլան եմ ուզում գնամ, ու տղեկից մեկը ասում է Միլանում 3 օրից ավել անելու բան չկա, կամ 2 օրից անելու բան չկա, բայց այդ մարդը 35 տարի անելու բան է թե ամեն օր Երևանում։ Բայց Միլանը իր համար 2 օրից ավել անելու բան չկա այնտեղ, ոչ մի բան չկա։ Հիմա Երևանը իրոք 3 օրից ես գնացել եմ Դիլիջան հանգստանալու։ Տնեցիկով գնացել ենք Դիլիջան։ Այդ 4 օր ուզում էի հետ գայի։ Ես 7 օրով հյուրանոց էի բրոնյա արել, ես 4 օր չգիտեի ինչ էի անում։ Բան չկար Դիլիջանում, որովհետև դու ոտը ծխում ես բանին, պեդալին, ավտոյի։ Թողում ես հասել ես ինչ որ կետ տուրիստական։ Ընդեղից սխում ես թողում ես, հասնում ես ուրիշ կետ, դու մի 4 անգամ ես գազ տորմուզ ես անում, всё, սաղ Դիլիջանը դու տեսար էլ, այնտեղ բան չկա, բայց դրա համար միգուցե ուրիշ բանն է պետք տանել, միգուցե ուրիշ բան է պետք գտնել, որը որ իրականում մարդիկ ուզում են, այդ նիշան ազատ է, մարդը դրսի ապրողը ուզում է նույն Պրագայի քաղաքացին ուզում է էդի տենա, որը որ ամենտեղ չի կարա տենա, ու ինքը ուզում է գա, ինքը դրա համար կգա, որովհետև մենք ֆիքսել ենք ինչ որ ասում ենք դե եկեք ասենք всё պատմություն, բայց փորձը ցույց է տալիս, փաստացի մենք չենք կարող բան անենք։ Այդ շատ լավ փաթեթավորենք ու ներկայացնենք։ Այստեղ կամ փաթեթավորման խնդիրն է, փաթեթավորող չկա, կամ կարող է փաթեթավորում ենք, բայց դա առնող չկա։ Ցանկացած պարագայում ինչ որ ծախելու խնդիր կա, չի ծախվում այդ ապրանքը, չի վաճառվում քո туриզմը, երկրի մասին չի խոսքել։ Հիմա ոսկե ծիրանի մասին գնանք։ Ոսկե ծիրանը իրան ինչ որ մի ձև դիրքավորում է։ Ոնց է դա դիրքավորումը։ Ներսի համար թե դրսի համար։ Դրսի համար ինքը դիրքավորում է որպես այս տարածաշրջանը ներկայացնող փառատոն, որովհետև մենք համարում ենք, որ մի քիչ լայն իմաստով տարածաշրջանը հարցազուտ մեր ու հարևանի մասին չի, էլի, այլ այս ոնց որ այն
տիպիկ Ասիա կոչվածը, այսինքն Արևելյան Ասիայի ու Արևելյան Եվրոպայի արանքում, տենց պայմանական ասած, մի հատ հսկայական ռեգիոն կա, որ այդքան լավ ներկայացված չի համաշխարհային ոնց որ կինոյում ու փառատոնային տենց քարտեզի վրա։ Ու այդ ռեգիոնը լիքը ընդհանուր բաներ ունի իրար հետ, ինքը շատ sense турբուլենտ է, այդ ինքնորոշման հողի պատերազմական, այդ հին պատմության նոր գեոպոլիտիկ մի խոսքով 1000 ու մի տենց շերտերով իրար շատ, այսինքն ոնց որ պայմանական, չգիտեմ, Սիրիան, Լիբանանը, Հայաստանը, Իրանը, ինչ որ այդ մասը մի հատ, որը մենք փորձում ենք տենց հավաքել ինչ որ մի հատ ընդհանուր ամեն տարի մի ձևի ինչ որ կուրացիայի ու կոնցեպտի մեջ ու փորձը ցույց է տվել որ դրսի էդ էլա ոնց որ այդ դիրքավորման հասկանալու խնդիր որտեվ ի սկզբանե որ միջազգային կինոփառատոնի ամբիցիա ասենք ֆրանսիական կինոներ, լեհական կինոներ, գերմանական կինոներ եւ այլն հետո ինչ որ մի պահից սկսած հասկացանք որ աշխարհի այդ Ֆրանսիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Ամերիկայից մարդիկ, որ գալիս են այս փառատոն, իրանք չեն ուզում գան այստեղ նստեն, տեսնեն ֆրանսիական կինո, գերմանական կինո, ամերիկական կինո, որտեվ այդ 1000 մի տեղ ունեն դրա համար, որ գալիս են սենց երկիր սենստեղ, իրանք հետաքրքիր է ինչ որ մի հատ vibe, nerve, որը որ իրանք համար բանա, ճանաչողական է, նոր է, ինչա։ Տեղական է։ Հա Նայ իտալացի չի գալիս տեղ իտալական խաղը սպորտցելու էլ։ Բայց անպայման չի որ լինի հենց հայկական, բայց կարա լինի ամեն դեպքում մի հատ ինչ որ տարածության, որ հա, ու այդ ոչ իրանցի փնտրտուքը շատ կարևոր բան է, որտեվ կինոյում է, տես, ասենք երկար ժամանակ ոնց որ մարդիկ կան, որ փորձում են նկարեն նենց ոնց որ իրանցն է, չէ՞, տենց ոչ տեխնիկական բանի մասին չէ՞ էլի խոսքը, բայց հետո ինչ-որ մի պահից սկսած որ հասկանում ես, որ այդ նույն փառատոնները, նույն այդ մարդիկ չեն իրանք քեզանից ուզում են հենց քոնը, ու այդ է իրանց հետաքրքիր, որտեվ Իրանը ինքը ամեն օր տեսնում է, էլի։ Բայց դուք էլ այս հաղորդման սաղ ընթացքում այս շարքի էլի, ոնց որ այդ հարցի պատասխանը օրինակ գտել եք ձեր համար Հայաստանի Մենք ման չենք եկել Իրան, որովհետև դա առանձին թեմա է, այդ ավելի շատ հաղորդումից դուրս ենք մենք դրա մասին շատ խոսել, բայց այդ հաստատ թեմաներից մեկն է, որ մենք կուզենք հենց կոնկրետ մի հատ հաղորդում նվիրենք դրան առնվազն։ Ու ոչ թե գտնելու նպատակով, գոնե վերլուծելուց ինչա պետք է գտնել։ Գլխավոր նպատակը դա կամ ինչի համար է պետք է գտնել։ Որտեվ ես օրինակ այս ռելոկանտների բանը ալիքը որ եղավ, օրինակ այդ ժամանակ մի քիչ այնց ավելի ոնց որ առարկայական տխրեցի էլի դրանից, որ հասկացա որ այդքան, հա։ Դա ինչքան մարդ եկավ ու ինչքան կարացանք պահել այդ պրոպորցիան օրինակ բանը պահած շրջանում ոնց կարացանք ինչքան կարացանք օգտվենք։ Հա, այդ կաշմար էր։ Որտեվ լիքը մարդ եկել էր լրիվ ուրիշ բանից դրթված, չէ, այսինքն պատերազմ, բան այն որ ով ոնց կարաց է հասել էր ու ուներ այդ հսկայական պոտենցիալը, բայց լավ, օքեյ, այդ ֆորս մաժոր էր, մինչև այդ չուներ դրա մեխանիզմ, բայց այդ ամիսների ընթացքում էլ չմտածեցինք, էլի ոնց կարանք այդ մարդկանց քանդեց էլի, այն ինչ որ դիրքավոր կարար, եթե դիրքավոր է, որտեվ իմ կարծիքով ամենալավ այդ ռեսուրսը, չնայած ռեսուրս ինքը սպառվող երևույթ է, բայց մի խոսքով HR-ի տրամաբանությամբ գանք, մեկը human resource-ը, ամենալավ ռեսուրսը դա մարդն էր, որ կարծում եմ որ ֆանտաստիկ հնարավորություն է տալի դիրքավորել երկիրը, մարդկային տեսակը, այդ ռելոկանտների շրջանում այդ լրիվ քանդեցինք էլի հնարավորինս, որովհետև ամեն ինչի գինը փոխեցինք ու առանց տրամաբանության, այսինքն գիրղուշի տարբերակով էլի, ինչքան դնեմ 500,000 թե 800, 800-ը լավ է, 800 դի, նայում է 800,000, այդ տրամաբանությամբ գնացին կատաստրոֆիկ էր, բայց ինձ թվում է ֆիլմը մեկա, եթե սրանց պտտվում ենք, այս ցիկլը գալիս են կանգնում ենք էլի ֆիլմին ենք հասնում, ֆիլմը հիմա միակ երևի ազդեցի գործիքն է անկախ նրանից իր պլեյսմենթը բան կանի, կաշխատի, TikTok-երը ոնց կանի, թե ֆիլմը ավելի շատ բան կունենա հետաքրքրություն, բայց ֆիլմը մեկը մնալու է երկար ժամանակ։ Հա, այդ իր ամենակարևոր գործիքը, որը կարա
երկիր դիրքավորի, որովհետև ճիշտ նկարած ֆիլմերից դիրքավորել էդի պետք է այտենց սաղ ընկալեն, որ մենք սենց ենք անում, մենք խնդիր ունենք մեզ այս ձև ցույց տալու, մենք սենց պետք է իդենտիֆիկացվենք դրսի ապրողի համար, այդ ֆիլմը, ֆիլմի փառատոները, իրանք ինձ թվում է ամենա այտենց կարևոր բանը կարան իրականում անեն, որովհետև հենց հիմա նորից եթե անդրադառնանք, կա ահավոր մեծ հնարավորություն դիրքավորել ու այդ դիրքավորումը ներկայացնել, հանել դարակաշարի վրա դնել, աշխարհի քարտեզի վրա, ասել, եթե ձեզ հետաքրքիր է, այստեղ մի հատ հետաքրքիր երկիր կա, կարաք մի հատ նայեք, որտեղ կա SSS բաներ, էլի, որովհետև հենց հիմա շատ ուժեղ շանս ունենք, բայց հələ որ տենց չնայած ես հավատում եմ, որ Դες ոնց էլ ֆրացինք, դու ասում ես չէ, եկանք ֆիլմին, ոնց էլ ֆրացինք, ես օրինակ ֆիլմից գալիս եմ կոնկրետ մեր դիրքավորմանը, որովհետև այդ փաստը, որ ասում ես չէ, որ սկսեցին քլնգել ու վատ կոմենտներ գրել Վաչեին Կարենին, որը իմ կարծիքով խիստ կառուցողական չի ու հստակ կոնկրետ ցույց է տալի այդ երկրի դիրքավորման բացակայությունն էլ, այսինքն դու չգիտես դու ոնց ես ուզում այդ դեպքում երևաս, փաթոսը մի կողմ, ինչ պետք է անեին այդ տղեկը արել են ինչ որ պետք է անեին, դուրս են եկել բեմ, դուրս են եկել նկարանման հրապարակ, խաղացել են, ստացել են հնարավորություն ավելի մեծ դռներ բացել։ Այ հիմա քո ասացի պես արդեն շատ ավելի շատ բան կարան անեն, չէ՞, կարային անեն միջև այդ։ Այսինքն հաջողություն են գրանցել։ Ուրիշներին ցույց են տվել, որ այդ հաջողությունը հնարավոր է գրանցել։ Որը ինձ թվում է բավականին մեծ պլյուս է, ասում եմ, կապեկով կառում, հա։ Միանշանակ։ Ոսկե ծիրանի դիրքավորման կամ պրոմոշնի մասին հենց արդեն սկսեք այդ ուղղությամբ աշխատել։ Գիտենք ում դիմել։ Էդի ես չասեցի։ Ես вообще բաց չասեցի։ Բայց լավ չէ որ ես ասացի որ դու Շատ ճիշտ էր։ Ինձ թվում է մեծ սիրով, մեծ պատրաստակամությամբ մենք կարանք գտնենք թիմը մեր հետ միասին, որովհետև այդ մի հատ նպատակին է ծառայում, որը որ իրականում այս ոդքասթը ստեղծվելուց այդ ենք ֆիքսել, որ այդ է մեր նպատակը, ասում ենք հայավարին, որ ներքին լսանում դիրքավորվելա որպես բացասական երևույթ, ընենց անենք, որ ներքին լսանում դիրքավորվի որպես դրական։ Սկզբից ներկա մեր շուրջ։ Այդ շատ հետաքրքիր է, որ այս թեմայի շուրջ ու այդ որ դուք հա այդ ասում եք ու այս բանը Պետրոսի հարցազրույցի ժամանակ է Կարեն Կարագուլյանը այդ նույն բանը ասեց։ Այդ հայ ինչ որ էլի խոսքի մեջ ոնց որ հայ բախտա, բայց կոնտեքստը նման է, էլի ոնց որ Պետրոսը ասեց հայի բախտա, այս Կարագուլյանն ասեց այ եկեք այդ հայի բախտը փոխենք, էլի որ օրինակ այս դեպքից հետո բացասական ասեցիք, պես կարա լինի դրական, չէ՞։ Հա, ասեն այս հայ տղեկը հասել են ստեսեն արել, այ էսի հայի բախտ է, էլի, ոչ թե մենակ։ Հա, դրականով լինի։ Հա, հիմա ձերն է հայավարին է, չէ՞, որ ուզում եք։ Մենք հուսով ենք, որ համ հայ բախտը դրական կլինի, համ հայավարին։ Դե դա ավտոմատ մեկը մյուսից։ Մեզ բարի հայավարի բախտ։ Շնորհակալ եմ։ Մերսի որ դուք ասաց։